Որ պետության ինստիտուտները այլևս խարխլված են եւ ձեզ համար շատ ավելի մեծ ռիսկ է դա, որովհետեւ եկեղեցու դեմ արշավները միշտ անհաջող ավարտ են ունեցել։ Բայց դուք խիստ տարակուսած եք, որ չի գործում ազգային անվտանգության ծառայությունը, չի գործում արդարադատության նախարարը, որտեղ անձնական կյանքի իրավունքի խախտում կա այստեղ։ Ինչ եք դուք ակնկալում։ Չի գործում քննչական կոմիտեն։ Այո։ Չի գործում առողջապահության նախարարությունը։ Լավ, ինչ եք կոնկրետ, հա, կոնկրետ խոսենք։ Ինչ եք ակնկալում այս մարդկանցից, ովքեր նշանակվել են Փաշինյանի կողմից։ Եվ նրանք արդեն իսկ գնացել են այդ քաղաքական։ Ում կողմից ուզում են նշանակված լինեն, բայց ազգային անվտանգությունը հայեցակարգ պիտի ունենա, թե չէ։ Ուրեմն ազգային անվտանգության այդ պատասխանատուները պիտի ներկայացնեն իրեն վտանգները, որոնցով հղի է իր մոդեցումը, թե ոչ։ Նույնը քննչական կոմիտեն պարտավոր է քրեական գործ հարուցել այնտեղ, որտեղ կա հանցակազմ։ Արտարադատության նախարարությունը պարտավոր է իրեն ներկայացնելու այն վտանգները կամ այն խախտումները, որ ինքը ցույց է տալիս։ Պարտավոր են, ինչ կապ ունի իրեն իր կողմից են նշանակվել։ Եթե իր կողմից նշանակվածները իրավունք չունեն որևիցե բան ասելու, սա նշանակում է արդեն դիկտատուրա։ Սա նշանակում է ավտորիտար կառավարում եւ դրան են գնում։ Որովհետեւ եթե ես ուրիշ անգամ եմ ասել, եթե ԿՊ-ի մեջ չկա ընդդիմություն, ցանկացած կուսակցության մեջ նույնպես պետք է լինի ընդդիմություն։ Եթե ԿՊ-ի մեջ չկա ընդդիմություն, գլխավորը ինչ ասում է ծափահարում են, սա նշանակում է, որ վտանգավոր դիկտատուրա է հաստատվում Հայաստանում։ Հիմա դիկտատուրայի դեմ եկեղեցին պիտի արտահայտվի, թե ոչ։ Արտահայտվում է։ Բայց գլխավոր դատախազներ արտարադատության նախարարն է ցանկացած պաշտոնյա անձել իրավունք ունեն իրեն ասելու այն վտանգների մասին, որոնք կան, բայց չեն ասում, որովհետև իրենք էլ հանցակից են եւ ենթարկվում են դիկտատուրային եւ ներկայացնել է ամեն ինչ ինչպես դեմոկրատիա, ինչ դեմոկրատիա չկա։ Աբազյանը եւ Վարդապետյանը եւ մնացածը հանցագից են Փաշինյանի։ Այո, եթե չեն զգուշացնում հանցագործ են, իհարկե։ Քանի օր է Փաշինյանը որոշել է խորհուրդ ձևավորել, ինչ որ տաղանդավոր մարդկանցից կազմված, ինչ որ հոգու հայելու մեջ է։ Ոչ մի տաղանդավոր մարդ չի կարող կազմել այդ հանձնաժողով կոչվածը։ Կարծում եք նրանք չեն համաձայնի Փաշինյանի նախաձեռնությանը միանալ։ Մենք գիտենք շատ մարդ կան, օխլոսից սիրով կմիանան։ Սրբազանը դուք բացառում եք, որ օրինակ Վազգեն Սրբազանը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։ Բացառում։ Բայց նա Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցներից է։ Ոչ մի աջակից, բայց չի կարող ինքը գործել եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ չի կարող գործել, չի գործի։ Սրբազանը դուք ուզում եք ասել Փաշինյանը ինչու է այս 3-4 օրերին լրացում պահպանում։ Ինչ իմանամ, երևի դեղերը խմել է։ Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրում, բայց ոնց որ ժողովուրդը չհավաքվեց։ Ինչի քաստինգ։ Քաստինգ էր հրավիրում, ասում էր Բեարյանը պետք է ազատել եւ այլն, բայց ժողովուրդը չի հավաքվել ոնց որ։ Աշուր չի հավաքվելու։ Իսկ եթե այդուհանդերձ գնանք բռնություններով ներխուժելուն, մայրաթոր ներխուժելուն, համենայնպես այդպիսի դրանով ոչ մի բան չի լինի։ Դրանով եկեղեցին այդպիսի բաներ տեսել է։ Օձյալ հայրապետը մնում է օձյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանի այդ եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Դուք ասում եք դա կապված ձեր կանոնադրությամբ եք ասում։ Համենայն դեպս գլխավոր շտաբի պետի լավ եք հիշում, թե ինչպես նա մեկ վայրկյանը որոշեց գլխավոր շտաբի պետից ազատվել եւ այսպես իրավունքի ուժով մի ձևակերպում գտան եւ նշանակեցին մեկ այլ զինվորականի։ Դուք լավ եք հիշում։ Մեզ մոտ դա բացառվում է։ Եկեղեցում դա բացառվում է։ Ձեր ինքնավստահությունը ինչ կա ֆունդամենտ։ Որտեղ ես ճանաչում եմ եկեղեցիներ, ճանաչում եմ իմ եղբայրներին էլ։ Ճանաչում եմ իրենց հնարավորություններն էլ, ճանաչում եմ եկեղեցու պատմությունը, չի կարող նման բան լինել։ Այո, իրենց ցանկությունը կա, բայց չի կարող նման բան լինել։ Կարգալույց անելու կամ բեհապար հայրապետին թողնել ինձ ասել, այնտեղից դուրս անելու ոչ մի միջոց իշխանությունը չի կարող ունենալ եւ չունի։ Իրենք նման բան չեն ասում, չէ, պատրաստ են
օրինակ անձնվեկվեք ու հանձնեք այդ ամեն ինչը ոնց է պատկերացնում, ոնց է։ Ուրեմն ես ասել էի, չէ, եթե դուք ընդունակ եք ամեն ինչի, մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Չէ, չարությանը դա ուրիշ բան է, ինքնապաշտպանությունը եւ անհրաժեշտ գործիքակազմ ցուցաբերել նման բաների, նա շուտ ուրիշ բան է։ Հիմա եթե նույնիսկ ժողովուրդը մեզ թողնի միայնակ։ Դուք լավ եք հիշում, որ Փաշինյանը ունեք, այդպիսի կասկածներ որ հաստատվեն։ Չէ, որ ժողովուրդը կարող է միայնակ թողնել։ Բայց դուք նկատել եք, որ Վահագն Ալեքսանյանն ասել է հնարավոր է Փաշինյանը ինքը առաջնորդի այդ արշավը եկեղեցու դեմ։ Նա իր հարցազրույցներից մեկում քաղաքապայմանագիր կուսակցության ներկայացուցիչը համարվում է իրենց այսպես բանալ։ Համարվի։ Ես ամեն մի կենտանական ծագում ունեցող մարդկանց ասածներին Բայց չեմ դա ձեր հոտի ներկայացուցիչ է, կարելի է։ Երբ որ հոտի ներկայացուցիչ դառնա, այն ժամանակ կներեմ իրեն։ Դուք կասկածներ ունեք, որ քաղաքապայմանագիր կուսակցության падգամավորները նաև հավատացյալներ են կամ ընդհանրապես քրիստոնյաներ։ Իհարկե կասկած ունեմ, լուրջ կասկած ունեմ։ Փաշինյանը իրեն Եթե որևիցե մեկը ամենայն հայոց կաթողիկոսի ինչ-որ կտրիչ Ներսիսյանով է խոսում, դա ինչ հավատացյալ կարող է լինել։ Դա հավատացյալ կարող է լինել։ Պարոն Աճաբաղյանով խոսողը կարող հավատացյալ լինել։ Դուք պատրաստ եք այդ սցենարին, որ Փաշինյանը ինքը գա դեմ առ դեմ կանգնի եւ իրեն բնորոշ բառամթերքով խոսի վեհափառ Հայրապետի եւ ձեզ եւ մնացած բոլոր եպիսկոպոսներին։ Հարցեր եք տալիս, ոչ չի։ Այսինքն ինչպես կանգնի, թող գա խոսի իր բառամթերքով, թող գա խոսի։ Նա առայժմ վարչապետ է եւ նրան են ենթարկում բոլոր ուժայինները։ Թող ենթարկվեն։ Թող ենթարկվեն։